Ես իմ պապայից իմ առաջին ծաղիկները ստացել եմ 35 տարեկանում։ Օй։ Իմ պապան վերջերս զանգել էր, եկավ, ես իրեն շատ լավ ընդունեցի, ինքը հիմա փորձում է որոշակի հարաբերություններ զանգում, ես իր հետ խոսում եմ, բայց այդ զգացողությունը, որ ես պապա ունեմ, ես էլ չունեմ։ Մեր կյանքում մի շատ էսպիսի դժվար իրավիճակ կար, երբ ամեն առավոտ ես ու մաման պիտի ժամը 6-ին արտանայինք, որպեսզի 9-ին հասնեի ես դպրոց ինքը աշխատանքի, ու մենք այդ ժամը 6-ից 9 անցած ճանապարհ էսպես աղոթելով անցնում ենք։ Դու էլ առանց պապա ես մեծացել, իմ մեծ աղջիկն էլ։ Ինչ խորհուրդ կտաս ինձ։ Հնարավոր է ես շատ նյարդային մարդ լինեի, եթե իմ ծնողները միասին լինեին։ Կան ընտանիքներ, որտեղ ամուսնալուծությունը անհրաժեշտություն է։ Չգիտեմ պատահականություն է թե ինչ, բայց ասացիր, որ հենց քո առաջին հաղորդումը նկարվել է Էլ Գարդնում։ Այ հիմա արդեն մոտավորապես ինչքան ժամանակ է անցել այդ օրվանից։ 6 տարի։ 6 տարի անց ունես արդեն շատ ու շատ ձեռքբերումներ։ Այ հենց հիմա կարող ես սկսվել ինչ ես զգում։ Վայ, իրականում շատ նոստալգիկ զգացողություններ առաջացան մոտս, որովհետև երբ սկսում էի, չէի պատկերացնում, որ իմ ճանապարհը այսպեսին է լինելու, ու չէի պատկերացնում առհասարակ, որ իմ հանդեպ կարող է ուշադրություն առաջանա, ամեն ինչ կարող է այսպես պտտվի, որ ես հաղորդումների հյուր լինեմ, որովհետև ես մտածում էի, որ հենց այդ դաշտում էլ մնալու եմ, որ ես եմ բացահայտում մարդկանց, բայց որ կարող է հետաքրքրությունը այսպես փոխվի, այդ շատ հետաքրքիր էր։ Այն կերպարը, որ կա, քանի որ դու ինքդ էլ ասացիր, որ երբեք չէիր մտածի, որ կարող ես նաև դու որպես անձ մարդկանց հետաքրքիրն ես։ Ինչ որ մի վիճակ կա, որի մասին մարդիկ չեն պատկերացնում, օրինակ, որ դու այդպեսին ես, էկրանից դուրս։ Չեմ ուզում, որ հարցս այնքան պարզի, թե ոչ թե ինչպեսին ես դու, այլ ինչ կա, որի մասին մարդիկ երբեք չեն իմանում։ Դե մարդիկ երբեք չեն իմանում, թե ինչ մնաց կադրից դուրս ու ինչպես ես աշխատում, որպես կանոն մարդիկ իմանում են, թե մենք ինչ խոսեցինք, բայց չեն իմանում, թե ինչ չխոսեցինք։ Լրագրողներին հաճախ մեղադրում են, չէ՞, դրա համար ինչ որ ինֆորմացիաներ, որ բարձրաձայնում եք, բայց մարդիկ չեն իմանում, թե դու ինչքան բանի մասին կարող ես լռել, ու երբ օրինակ, չգիտեմ, անծանոթ մարդիկ փորձում են հոգ տանել հյուրի մասին, այ այսպես մի հարցրեք, այնպես մի հարցրեք, իրանք հավանաբար ուղղակի չեն էլ պատկերացնում, թե դու իսկապես որքան ես հոգ տանում քո հյուրի մասին ու որքան ես շրջահայաց լինում յուրաքանչյուր հարց տալուց եւ նաեւ չտալուց առաջ։ Ողջույն բոլորին, այսօր մենք զրուցելու ենք մեր շատ լավ ընկերոջ հետ Ամալիա Հովհաննիսյանի հետ ու խոսելու ենք ընտանիքից։ Գիտես ինչն է հետաքրքիր, քանի որ մեր ոդկասթի շրջանակներում գլխավոր թեման ընտանիքն է, բայց տարբեր կողմերից ենք փորձում մոտենալ եւ շատ հաճախ մարդկանց կողմից կարող է ստեղծվել թյուր կարծիք, կոնկրետ օրինակ քո կերպարի շուրջ, որ քանի որ արդեն հասուն տարիքում ես եւ բնականաբար վստահ եմ, որ կներես ես եմ մի քիչ sense ուղիղ եմ հարցը տալիս, որ այդ հարցը հնչեցնում են քեզ, ինչի չես ամուսնացել ու դրա տակ մարդիկ ելնելով իրանց հետաքրքրությունից սկսեն շատ հետաքրքիր պատմություններ հորինել, փորձելով գտնել դրա պատճառը։ Շատերի համար դե կարող է լինել կարծիք, որ դե բնականաբար կայացած աղջիկ է, երևի ցանկությունը չունի, ինքը իր համար գործը կա, ամեն ինչը կա, ճանաչումը կա եւ հիմա շատ եմ ցավում, բայց շատերի մոտ կա այդ ֆեմինիստական շարժման ոգին, որ կինը սկսել է իրեն շատ լավ զգալ առանց տղամարդու։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ քո կարծիքը, ընդհանրապես ինչպես ես դու վերաբերվում ընտանիք կառույցի եւ հիմա որ փուլում ես, ինչ ես մտածում։ Շատ հետաքրքիր մի բան կա, նախ ես չգիտեմ ինչպես եմ կարողանում իմ սահմանները դնել, բայց ինձ այդ հարցը տվող շատ քիչ հատուկենտ մարդիկ կան, երևի թե միայն այն մարդիկ, որոնք կարող է մի քիչ ավելի ավագ սերնդից լինեն, ես չցանկանամ իրենց հանկարծ նեղացնել, դրա համար շատ սուր չարձագանքեմ, թեպետ առօրյայում այդպես սուր արձագանքելու կարիք էլ չի լինում, ուղղակի ես կարողանում եմ իմ սահմանները դնել, որպեսզի ինձ այդ հարցերը շատ չտան առհասարակ ու ինձ հետ խոսեն այն մասին, ինչի մասին ես ուզում եմ խոսել եւ չխոսեն այն մասին, ինչի մասին ես չեմ ուզում խոսել։ Ֆեմինիզմի հիմքում ինչն է, հա, կանանց իրավունքների հավասարություն, աշխատել եւ այլն, ես դրան շատ կողմ եմ։
ֆեմինիստական շարժումը ինքն իրենով շատ կարևոր գործ է արել, որ օրինակ ես այսօր կարող եմ ազատ լինել իմ աշխատանքի ընտրության, կայացման եւ այլնի հարցում։ Բայց ինձ դուր չի գալիս, որ երբեմն ֆեմինիզմի անվան տակ ձևավորվում է մրցակցություն կանանց եւ տղամարդկանց միջեւ։ Ճիշտ է։ Ես խնդիր չունեմ մրցելու տղամարդկանց հետ, ես խնդիր չունեմ ապացուցելու ես եմ ավելի ուժեղ, թե տղամարդն է ավելի ուժեղ, որովհետեւ յուրաքանչյուրս մեր տեղը, ձևն ու չափն ունենք։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե մարդը աշխատանքի մեջ հաջողությունների է հասել, ուրեմն իր համար առաջին պլանում աշխատանքն է։ Իմ կյանքում այդպես ստացվել է, այդպես դասավորվել է, որ իմ աշխատանքը եղել է առաջին պլանում, բայց ես մտածում եմ, որ իմ ճանապարհը Աստված այսպես ուղենշեց նաև, որպեսզի ես հասկանամ, ճանաչեմ ու բացահայտեմ ինձ ու հասկանամ, թե ով եմ ես ու ով կարող էի լինել առանց կողմնակի օգնության, բայց հավանաբար եթե ես օրինակ, չգիտեմ, 21-22 տարեկանում ամուսնացած լինեի, աշխատանքային այս հաջողություններին հասած չէի լինի, որովհետև մեխանիկորեն ես շատ ավելի քիչ ժամանակ կտրամադրեի աշխատանքին եւ ավելի շատ ժամանակ կտրամադրեի ընտանիքին, որովհետև ես ինքս ավելի ընտանեկան մարդ եմ։ Դա կլիներ իմ ընտրությունը, ոչ թե որովհետև ես ստիպված եմ եւ այլն, այլ վստահաբար դա լինելու էր իմ ընտրությունը։ Դրա համար կարծում եմ, որ իմ ճանապարհը այսպես ստացվեց ու այսպես գնաց, որպեսզի ես կարողանամ ճանաչել ու բացահայտել ինձ, որովհետև ես չգիտեմ ով կլիներ Ամալիան, որը ամուսնացած կլիներ 22 տարեկանում, ենթադրենք։ Ինքը արդյոք կիմանար, որ իր մեջ այդքան ուժ կա, թե ինքն էլ իր ուժը բացահայտելու հնարավորություն չէր ունենա, թե պետք է կյանքի հանգամանքները այնպես դասավորվեին, որ այդ հնարավորությունը ունենար, բայց իմ պարագայում երևի թե ամեն ինչ պիտի այսպես դասավորվեր։ Այո, ես կարծում նաև ընդհանուր հարցազրույցի դիալոգի ժամանակ շատ կարևոր է, որ դիմացի մարդը ինչ է ուզում դիմացինից ստանալ, որովհետև կան դեպքեր, երբ որ ու կան այդպիսի լրագրողներ, որ ավելի շատ ոնց որ հյուրի հաշվին փորձում են ինքնահաստատվել ու ցույց տալ իրենց, այլ ոչ թե բացահայտել, այսինքն որն է քո նպատակը հարցազրույցի ընթացքում իրականում բացահայտել հյուրին եւ նաեւ կարեւոր է դրական կողմից թե բացասական, թե ընդհակառակը ցույց տալ, չգիտեմ, քո իսկ պրոֆեսիոնալիզմը հենց դրա մեջ է, այլ ոչ թե ընթացքում, որովհետեւ ասա, որ շատ դեպքերում դու ավելի շատ տեսնում ես լրագրողին հարցազրույցի ժամանակ, այլ ոչ թե հյուրին։ Ես չգիտեմ որքանով է էկրանից այն կողմ նկատելի լինում դա, բայց ես շատ դեպքերում կարող եմ ինձ մղել երկրորդ պլան։ Մի շատ հետաքրքիր բան ասեմ, երբեմն օրինակ լինում է, որ հաղորդումից առաջ կամ կադրից դուրս հյուրը ասում է Այս ինչ բանի մասին էլ կուզեմ խոսես, որ խնդրեմ, այս ինչ հարցին էլ կանդրադառնաս ու որպես կանոն դրանք լինում են շատ սկանդալային հարցեր, որոնց բնականաբար մարդը ուզում է ինչ-որ պատասխան տալ, իր մասին բամբասանքներ կան, ուզում է անդրադառնալ, եւ երբ դու օրինակ հարցը տալիս ես հաշվի առնելով, որ իր ցանկությունները այդ մասին խոսել, պատասխանը սկսում է այս մասին չի ուզի խոսել, բայց միգուցե հյուրը չի էլ հասկանում, որ այսպիսով ինքը քեզ դնում է անհարմար դրության մեջ, որ դու իրեն տվեցիր հարց, որի մասին ինքը չի ուզում խոսել։ Բայց օրինակ ես երբեք այդտեղ չեմ մտնում պայքարի մեջ եւ չեմ բարձրաձայնել, որ հյուրն է ուզել խոսել այս ինչ թեմայի մասին։ Կան շատ հարցեր, որոնց մասին այսպես անուղղակի ես հիմա խոսում եմ, չէ՞, բայց ես երբեք անձնավորված չեմ պատմի եւ հյուրին անհարմար դրության մեջ չեմ դնի։ Այս փաստը արդեն խոսում է այն մասին, որ ես շատ դեպքերում կարող եմ ինձ մի քիչ հետ տանել եւ առաջին պլան բերել հյուրիս։ Ու կարծում եմ, որ ամեն դեպքում, երբ իմ հաղորդումները իմ հյուրի մասին են եւ դա ամեն դեպքում նկատելի է, կարծում եմ այդ փաստը հնարավոր չի ցույց չտալ կադրից այն կողմ, ու այստեղ շատ նոր կետ կա, հա, դու քեզ ես ուզում առաջ տանել, քո մասին ես ուզում հայտնել մարդկանց, թե հյուրիդ մասին։ Ես հյուրերիս մասին եմ, այսինքն այդտեղ կարելի է ասել ավելի շատ դա քո պրոֆեսիոնալիզմն է որպես լրագրող, թե ավելի շատ դա խոսում է քո մարդկային որակի եւ տեսակի մասին։ Կարծում եմ այստեղ պրոֆեսիոնալիզմի եւ էթիկական նորմերի միքսն է։ Ես շատ ցավում եմ, երբ լրագրությունը ասոցացնում են միայն սրության հետ, իրականում այո, սուր հարցեր, խնդիրներ վերհանող հարցեր տալը, դա լրագրության հիմքն է, բայց լրագրության գաղափարի ամենամեծ հիմքը մարդկանց չվնասելն է։ Քո համար միգուցե Չէ, դա շատ դեպքերում կան դեպքեր, որ կոնկրետ ինչ-որ որոշակի հիմնարար արժեքն է, որը հիմնարար արժեք է, երբ որ դու գնում ես լրագրություն սովորելու, էթիկայի առաջին նորմն է չվնասել։
սա ես ինձնից որպես մարդ չեմ հորինել։ Սա հիմնարար արժեք է լրագրության մեջ, ցավոք սրտի այդքան չի պահվում, բայց ես շատ եմ ուզում իմ փորձով ցույց տալ, որ լրագրությունը չվնասելու մասին է։ Ու երբ ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում էի ունեցել վերջերս, հենց այդ մասին էինք խոսում, ասում են վերջապես մեկը լրագրության մասին այս տեսանկյունից խոսեց ու իսկապես կան ինչ-որ արժեքներ, որոնք այսպես ցեխակոլոլ գլորվում են ու մարդիկ չեն էլ պատկերացնում, իսկ ինչի մասին է լրագրությունը։ Լրագրությունը չվնասելու մասին է, առավել եւս դիմանկարային լրագրությունը մարդու մասին է։ Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, եւ երբ ես հոգ եմ տանում նաեւ իմ մասնագիտության մասին, դա էլի իմ սիրո մասին է խոսում։ Իսկ ասեցի, ես ուզում եմ բացահայտել, թե ով եմ ես։ Բացահայտեցիր, թե ով ես դու, թե այդ փուլում ես դեռ։ Ես կարծում եմ դա շարունակական process է, բայց 20 տարեկանում էլ եմ իմացել որոշակիորեն ով եմ ես, 25-ում էլ եմ իմացել, 30-ում էլ, 35-ում էլ, բայց ներողություն, բայց 20 տարեկանում ես մի քիչ ուրիշ էի, 25-ում ուրիշ էի, 30-ում կամ 35-ում ուրիշ եմ, որովհետև տարիները մեր կողքով չեն անցնում, դրանք իրենց ազդեցությունը ունենում են մեզ վրա եւ բնականաբար քո եսն էլ որոշակի ճանապարհ անցնում է, բայց տեսակի առումով այ օրինակ ես ունեմ տեսակային որոշակի ինչ որ հիմնարար կետեր, որոնք 20-ում էլ են նույնը եղել, հիմա էլ են նույնը եւ ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ կյանքը միշտ քեզ փորձության է ենթարկում հասկանալու դու իրականում ուժեղ ես քո տեսակի մեջ, թե չէ։ Դու իրականում այդ տեսակը հարմար էր վերցրել էր, թե այդ տեսակը քոնն էր վերցրել էր։ Ու երբ որ կյանքի տարբեր փորձությունների ընթացքում դու այսպես ուղիղ պահում ես քո տեսակը, այդ արդեն հստակ խոսում է այն մասին, որ չէ, դա ուղղակի ինչ որ փուլում քեզ համար հարմարություն չէր, դա քո տեսակն էր ու կարծում եմ ինձ ճանաչող մարդիկ հստակ կփաստեն, որ ես փոփոխական մարդ չեմ։ Հիմա շատ հաճախ զարմանում եմ, թե ինչքան մարդիկ են քամելիոնի պես փոփոխվում են այսպես։ Այնպես չի, որ ես չեմ արել օրինակ 5 տարի առաջ մի բան, որ հիմա մտածում եմ, որ ես սխալ եմ արել։ Այսինքն կան շատ բաներ, որ ես արել եմ, հասկացել եմ, որ ես դա սխալ եմ արել, փոփոխել եմ դա։ Խոսքը ոչ թե որևէ փոփոխության չի ենթարկվելն է, այլ մարդիկ կան, չէ, որ շատ հակասական են լինում։ Ես օրինակ ունեմ ինձ շատ հարազատ մարդ, բայց ժամանակ առ ժամանակ ինձ մոտ տպավորություն է, որ ես նոր մարդու հետ եմ շփվում։ Ես իրեն շատ եմ սիրում, բայց երբեմն ինչ-որ կյանքում շրջան է գալիս, որ ես հասկանում եմ, որ մենք տարբեր արժեքներ ունենք։ Եվ կյանքում շրջան է գալիս, որ ես հասկանում եմ, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք։ Իմ կարծիքով արժեքները պիտի հիմնարար մնան նույնը, եւ մարդու տեսակի փոփոխությունը կամ զարգացումը դա արդեն ուրիշ ճանապարհ է, որը որ մարդը անցնում է։ Չգիտեմ, շատ նուրբ տարբերություն կա այստեղ, կարողանում եմ բացատրել, թե չէ։ Շատ կարևոր, որովհետեւ իրոք բնականաբար ժամանակի ընթացքում դու ես փոփոխության ենթարկվում, բայց երբ որ դու ունես ճանաչում ես ինքդ քեզ եւ ինչ է նշանակում ճանաչողություն, երբ որ դու ունես հստակ արժեքահամակարգ եւ գիտես այս կյանքում ինչի եւ ում հետևից ես գնում եւ դա բնականաբար հիմնարար է, բայց երբ որ դու չգիտես ինչի համար ես ապրում, որն է քո արժեքային համակարգը, ստացվում է ինչի մասին, որ դու խոսում ես։ Տես օրինակ մարդ կա, մի ընթացք կյանքի շատ հստակ ունի հավատք Աստծո հանդեպ։ Մեկ էլ կյանքի ինչ-որ ընթացքում ասում է, գիտես, իմ մոտ մի քիչ փոխվել է Աստված գաղափարը։ Այսինքն այս հիմնարար արժեքը ինձ համար, որի շուրջ դու ձևավորվում ես, դա այն գաղափարը չի, որը որ կարող է փոփոխվել, բայց իհարկե դու կարող ես հետ նայել, ասել 5 տարի առաջ ես այսպես էի մտածում, հիմա այսպես եմ մտածում։ Այսինքն այդ հիմնարար արժեքները, չգիտեմ, ինձ մոտ հստակ են լինում։ Ամելիա, ինչ է քեզ համար ընտանիք ասված։ Երևի թե եթե մենք ընտանիքի մթնոլորտի մասին խոսենք, ինձ համար առաջինը ջերմությունն ու փոխըմբռնումն է, որը դու պիտի գտնես քո ընտանիքում։ Երբ որ դու քո դուռը բացում ես եւ մտնում ես տուն, դու այդտեղ պիտի ունենաս ջերմություն ու երևի թե ընտանիքի ասոցիացիան ինձ մոտ հենց ջերմության, փոխըմբռնման եւ անվերապահ սիրո մասին է։ Մայրական սերն է, չէ, որպես կանոն անվերապահ լինում, երբ դու կարևոր չէ, ճիշտ ես, սխալ ես, կյանքի ինչ իրավիճակում ես, ինչ որ բան ունես, թե ինչ որ բան չունես, դա ուղղակի սեր է առանց նախապայմանների, կարծում եմ, որ ընտանիքում այդ սերը առանց նախապայմանների արդեն ոչ միայն մոր կողմից կամ մոր հանդեպ, ընտանիքի բոլոր անդամների հանդեպ պիտի այդպեսին լինի ու երևի թե հենց այդ անվերապահ սերը ավելի ամուր կդարձնի ընտանիքը։ Դասական հոգեբանությունը միշտ պնդում էր
որ մենք բոլորս ծնունդով մեր մանկությունից ենք, այսօր ժամանակակից հոգեբանությունը հերքում է դա, ասում է, որովհետև յուրաքանչյուրս մենք ենք ընտրում, թե ինչպիսին պետք է լինենք եւ մեղադրել, թե չմեղադրել, ավելի շատ պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, այլ ոչ թե մանկության, որովհետև մանկության ընթացքում մենք ձևավորվում ենք մեր ծնողների շնորհիվ։ Ինչ ես կարծում, արդյոք մանկությունից եկած տրավմաները, ցավը ինչ որ չափով կարող է, որովհետև ես գիտեմ, որ դու էլ ունես այնտեղ փոքր ցավ, դու բաց թողում չի կարելի ասել, իսկ քո ճանապարհը ինչքանով է դա ազդում, որպեսզի մարդ կարողանա կատարել սխալ ընտրություն, ելնելով թե ինչպիսի մանկություն է ունեցել եւ ինչպիսի ընտանիքում է մեծացել, եւ շատ հաճախ մարդը ընտրում է իրեն ծանոթ զգացողությունը, օրինակ ցավը, անգիտակից, այլ ոչ թե ճիշտ մարդու։ Նեք ինչ ես կարծում, հիմա որ սենց հետ նայես, փորձես հասկանալ, թե ինչ է տվել քեզ քո մանկությունը, այդտեղից դու ինչ ես վերցրել։ Ես իրականում ժամանակակից հոգեբանության այդ ուղղությունը այդպես չեմ ուսումնասիրել, բայց ես ինքս վերլուծելով, որպես մարդ, որը շատ հետաքրքրված է եղել հոգեբանությամբ, ընդ որում ես այս ռիլերի ժամանակաշրջանում չեմ ուսումնասիրել հոգեբանությանը, ես համալսարանական տարիներին լրագրությանը զուգահեռ ուսումնասիրում եի եւ շատ կարդում էի հոգեբանության մասին, հոգեբանական գրքեր, որովհետեւ դա ինձ շատ հետաքրքիր էր։ Վերջին տարիներին, երբ հոգեբանական որոշ թեմաներ շատ տարածելի դարձան ռիլերով եւ բոլորը դարձան հոգեբանական վերլուծաբաններ, հասկացա, որ այդ մանկության տրավմաները իհարկե դրանք կան, դրանք մեզ ձևավորում են, բայց դրանք ինչ որ պատճառ են դարձել, մարդիկ միշտ սիրում են պատասխանատվությունը դնել ուրիշ մարդկանց վրա։ Դրանք պատասխանատվությունից խուսափելու ինչ որ պատճառ են դարձել, չէ՞, եթե ես օրինակ ինչ որ բացթողումներ ունեմ իմ հասուն կյանքում, դրանք իմ բացթողումներն են։ Այսինքն դու կապ չես տեսնում։ Գիտես ինչ եմ ասում, կներես, ես իմ մանկության տարիներին, ես հիմա այն վախերը, որոնք ես անկեղծ եմ ասում, այն վախերը, որ մինչև այսօր կա, ձևավորել եմ մանկության տարիներին։ Ես այսօր այնքան պրիմիտիվ բաներից եմ վախում, եթե բարձրաձայնեմ ծիծաղելի կգնա։ Իսկ դու չես աշխատում այդ վախերը հաղթահարելու համար։ Շատ հենց դա շատ եմ աշխատում, բայց դա միևնույնն է, եկել է մանկությունից։ Ես իմ հետ բերել եմ այդ եկել է մանկությունից, թե քո գիտակցական ընկալումից։ Ես չեմ կարող ասեմ, այդ ժամանակվանից է դա ձևավորվել։ Ես մի բան ասեմ, մեր ընտրությունն է նաև մենք ինչի վրա ենք կենտրոնանում։ Հիմա ես կարող եի դասական տարբերակով նստել եւ պատմել, որ գիտեք, երբ որ ես ուզում էի լրագրող դառնալ, իմ մաման ինձ չէր հավատում։ Հիշում եմ իրեն ասում է, ինձ տար Արմենակոպի կաստինգներին, հա, իրենք այն ժամանակ մանկապատանեկան կաստինգ ունենք, մաման ասում էր, մենք TV-ում ոչ մի ծանոթ չունենք, քեզով է վերցնելու։ Բայց դրա զուգահեռ իրականությունում, երբ որ մենք սոցիալապես շատ լավ չէինք ապրում, իմ մաման տքնաջան աշխատում էր, որպեսզի ամիսը 12000 դրամ վարձավճարը, որը 2007 թվականին բավականին մեծ գումար էր, մենք կարողանանք տալ եւ ես գնամ հաղորդավարական դպրոց։ Ես երբեմն հումորով մամային հիշեցնում եմ, բայց իսկապես իմ սրտի մեջ հետք չի մնացել, դա որպես փաստ եմ ես հիշում, բայց իմ սրտի մեջ հետք չի մնացել, որ օրինակ մաման ինձ չտարավ Արմենակոպ, որովհետեւ ես ասպես պոզերս տնկած գնացի հանրային ռադիո, այնտեղ Հարի Փոթերի ակումբ կար եւ մամաս իմացավ, որ ես ընդունվել եմ Հարի Փոթերի ակումբ, այն ժամանակ երբ ես դա արդեն արել էի, ոչ թե հատուկ թաքուն էի արել, այլ ուղղակի դասից դուրս եկանք ես ու ընկերուհիս, մտածեցինք գնանք հանրային ռադիո եւ տեսնենք թե այնտեղ մեզ գործի կվերցնեն, թե չեն վերցնի, այդպես ստացվեց։ Իմ ասածը ինչ է, ես կարող եմ ընտրեցիր, դու ընտրեցիր։ Երկու իրականությունն եմ, չէ՞, ես կարող եմ տեսնել, որ օրինակ իմ մաման այդ պատկերացումը ուներ, բայց իմ մաման այդ պատկերացումը ուներ, որովհետեւ այդ սովետական տարիներին էր մեծացել, երբ որ ամեն ինչ ծանոթ ընկեր բարեկամով էր, եւ այդ մարդը այդ էր տեսել, այդպես էր ընկալում իրականությունը։ Ինքը ուզում էր, որ ես չկոտրվեմ, հանկարծ չգնամ դռներ թակեմ եւ կոտրվեմ, ինքը իր տարբերակով ինձ պաշտպանում էր։ Հիմա ես դրա մեջ կարող եմ տեսնել պաշտպանությունը, կարող եմ տեսնել ինձ չհավատալը։ Դրա զուգահեռ իրականությունում տեսնում էի նաեւ այն, որ իմ մաման տքնաջան աշխատում էր, որ ես գնամ հաղորդավարական դպրոց, որովհետեւ ես երազում էի այդ մասին։ Ես վստահ եմ, որ բոլորիս կյանքում կան տարբեր իրադարձություններ եւ մենք ընտրում ենք, որ իրադարձության վրա կենտրոնանանք։ Ես քեզ հետ համաձայն եմ, որ մենք ընտրում ենք, բայց դա ահռելի ուժ է քեզնից պահանջում, երբ որ դու փորձում ես դրա դեմ պայքարես։ Ես իմ օրինակից եմ բերում։ Եթե ինչ-որ մի բան մանկությունից եկած է, որ ես ուզում եմ փոխեմ, սարսափելի շատ էներգիա պահանջում։ Ես զգում եմ, որ գենետիկորեն եկած ու մանկությունից դաստիարակված ու տեսած կամ չտեսած փաստերը ուղիղ համատական կապ ունեն, թե ես ինչքան ծավալի աշխատանք պիտի կատարեմ ին վրա։
Ես հոկեբանի մոտ գնալուց հետո դարձա շատ լացկան, ինչին սկսեց նյարդայնացնել, Ինչու՞։ Օրինակ մինչև հոկեբանի այցելելը իմ papayi հետ կապված թեմաներին կարողանում էի շատ հստակ եւ առանց ավելորդ էմոցիաների արձագանքել եւ դա իմ մոտ չէր առաջացնում հուզական ինչ-որ վիճակ։ Երբ որ ես սկսեցի այցելել հոկեբանի եւ իրենք դասական կարգով առաջինը բնականաբար գնում են մանկություն, փորփրում են քո այդ տրավման, ասում են այ երբ որ դու քո տրավման ճանաչես, քեզ ավելի հեշտ կլինի եւ այլն։ Սկսեցի փորել իմ այդ տրավման ու հասա այն կետին, որը շատ հուզական է ինձ համար։ Ու այսօր սրտնեղում եմ այդ թեմայից, որ ես շատ հուզական եմ դարձել, ամենափոքր թեմաներից նաև կարող եմ հուզական դառնալ եւ այդ շրջանի արդյունքն է դա, որը նախկինում այդպես չէր, այսինքն ես կուզեի այդ նախկին ավելի ձիգ ներկայացող աղջիկը լինեի, որին հուզված չէին տեսնում, հա։ Հիմա ես մի կողմից շատ լավ է, որ ինձ կարողանում եմ այդ հուզական ազատությունը տալ։ Մյուս կողմից ես այդ տրավման օքեյ, փորեցի, դա ինձ ոչ մի բան չտվեց։ Հիմա կարող է շատ կատեգորիկ եմ ասում, բայց հասկացանք կյանքում եղել է այդ իրավիճակը եւ ես միակ մարդը չեմ, որը մեծացել է այդ խնդրով։ Ես ունեմ դրա զուգահեռ իրականությունում շատ առողջ հարաբերություններ իմ մամայի հետ եւ ես ամեն դեպքում շնորհակալ եմ Աստծուն, որ իմ մաման կարողացել է ստեղծել այդ առողջ հարաբերությունների մթնոլորտը եւ ես առողջ միջավայրում եմ մեծացել, որովհետեւ կարող է լինել շատ ավելի վատ, երբ հայրիկի հետ խնդիր կա, բավարար չի, մայրիկի հետ էլ է խնդիր լինում։ Իմ կյանքի հայացքն է այդպես, ինձ համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է։ Ու դա ինձ շատ է օգնում։ Հա, այդ տրավման ինձ ձևավորել է բնականաբար որոշակիորեն։ Այդ տրավման իմ մեջ ձևավորել է շատ պատասխանատու մարդու, որովհետև այն դեռահասական տարիներին, որոնք մի քիչ ավելի վտանգավոր են աղջիկների համար, որոնք մի քիչ ավելի բարդ են աղջիկների համար, ես մեծացել եմ այսպես շատ մեծ պատասխանատվությամբ, որ այ եթե Պողոսը սխալվի, իր papan, եղբայրը, մյուսը իրեն այդ սխալից շատ հեշտ կհանեն, եթե դու սխալվես, քեզ ուղղակի մի քիչ ոչ եթերային ձևով ասեմ, կգլորեն ներքև։ Ես իմ յուրաքանչյուր քայլի, բառի եւ տառի համար պատասխանատու եմ։ Դա ստեղծում է ավելորդ լարվածություն, այո, բայց ես երջանիկ եմ այդ ավելորդ լարվածության համար, որովհետեւ մի բան կա, չէ, շատ հաճախ ասում են տղամարդու խոսք։ Ես շատ ավելի պինդ խոսք ունեմ, քան շատ տղամարդիկ։ Չես մտածել, որ կարա papayi հետ այդ տրավման խանգարի տղամարդկանց քեզ մոտ թողնելուն կամ դու ինքդ ինչ-ինչ պատճառներով, որի մասին դու կարող ես խոսել, չթողնի, որ դու ամբողջությամբ թույլ տաս, որպեսզի այդ տղամարդը կարողանա արտահայտվի։ Այսինքն այդ վահանը մի կողմ դնես ու փորձես այն, որ ասեցիր, հուզական ամալյան լինես։ Իմ կարծիքով, եթե ես այդ կողմից նայեմ հարցին, դա նշանակում է պատասխանատվությունը իմ վրայից հանել, դնել մանկության վրա եւ ասել, դե ես համաձայն չեմ։ Չէ, դա ընդունում ես որպես ֆակտ, ոչ թե պատասխանատվություն ես դնում։ Դե որպես փաստ օքեյ, ընդունենք, բայց ես արդեն 35 տարեկան եմ եւ հասուն եմ այնքան, որպեսզի եթե այդ խնդիրը եղել է, հաղթահարեմ, չէ՞ որ եթե 20 տարեկանից 35 տարեկանը հաշվենք որպես հասուն տարի 15 տարի կարող ենք նույնիսկ 35-ը բաժանել 2-ի 17.5 տարի ես ապրել եմ այդ մանկական ձևով 17.5 տարի ես արդեն ավելի հասուն մարդ եմ հավասար 50%-ն է իմ կյանքի եւ քիչ ժամանակահատված չի դա հաղթահարելու համար։ Իսկ այդ խնդիրը քեզ չի խանգարում որ դու կարողանաս տղամարդուն ուրիշ կերպ նայել։ Բոլորը որպես կանոն փորձում են այն որ ես օրինակ ամուսնացած չեմ կապել այդ հարցի հետ ոչ ոք չի նայում իսկ ես ինչ տեսակի մարդ եմ օրինակ ինձ շատ հաճախ ասում են այ դու որ գնաս ես ինչ մարդու հետ հանդիպման են, ինչ մարդու հետ հանդիպման են, ինչ մարդու հետ հանդիպման։ Ես գիտեմ, որ չպիտի փողոցից փողոց կամ սրճարանից սրճարան փնտրեմ այն մարդուն, որը իմ կեսն է։ Ես այդ մտածողությունը ունեմ։ Այն մարդիկ, ովքեր որ օրինակ կողմ են շատ ավելի բաց լինելուն հարաբերությունների մեջ, շփումներին եւ այլնին, յուրաքանչյուրը իր կյանքն ունի։ Ես հիմա ինչ դատողություն որ անում եմ բացառապես իմ տեսակից ելնելով։ Ես ինձ այդպես հարմար ու լավ չեմ զգալու։ Այսինքն ես պարտադրված եւ պարտավորված ինչ որ քայլերի գնալու հետ դու համաձայն։ Այդ փնտրելու մասին հազար ներողություն, որովհետեւ ընդհանուր քանի որ ես ինքս էլ հիմա հոգեբանություն ուսումնասիրման process-ի մեջ եմ եւ մի հետաքրքիր sense էմոցիոնալ խնդիր չէ վիճակ նկատեցի քո մոտ նայ շատ դեպքերում շատերը ասում են այն ինչ որ մենք խոսում ենք ոնց որ խոսքը դա նյութական է
բայց ես հասկացել եմ ելնելով իմ փորձից, որ ոչ շատ դեպքերում ոչ թե այն ինչ որ մենք խոսում ենք, դա է ինչ որ չափով ազդում, որպեսզի հասկանանք թե հետո մեր հետ ինչ ելնելու, ավելի շատ այն զգացողությունները, որոնք մենք ունենում ենք ինչ որ երազանք կամ ինչ որ ցանկություն արտաբերելուց։ Դու ասացիր, ես ոչ չեմ փնտրում, հիմա փորձենք ինքներս մեզ հարց տալ, ինչի չենք փնտրում, որովհետև դու հենց այս պահին ներկայանում ես շատ ուժեղ, ինքնաբավ կնոջ կերպարով, որը նորմալ է, չեմ ասում դա լավ է թե վատ, բայց չէ որ հենց գալիս է ինչ-որ մի պահ, որ ուղղակի կինը երբ որ թույլ է տալիս իրեն այդ թույլությունը, որը իմ կարծիքով ոչ թե թույլի մասին է, այլ ընդհակառակը ոնց որ կանացիության մասին, որովհետև այսօր ամբողջ աշխարհը ռոպագանդում է կանանց, որ դուք ուժեղ եք, դուք կարող եք եւ մենք հասկանում ենք, որ մենք կարող ենք մենակ եւ մենք կարող ենք, որ դրա դրբի տակ ընկնում է նաեւ ընտանիքը։ Ես երբեք չեմ վախեցել թույլ լինելուց եւ իմ ամենաուժեղ կողմը երևի թե այն է, որ ես կարողանում եմ թույլ լինել իրականում։ Ես չեմ վախենում այն մտքից, որ այ հիմա ինչ որ կետում կասեն թույլ է, որովհետև կարծում եմ, որ մենք պիտի մեզ թույլ տանք նաև թույլ լինել, չեմ փորձի իմ կողքի տղամարդուց մի քայլ առաջ լինել, որովհետև դա նաև հարգանք է տղամարդու հանդեպ։ Չեմ էլ կարող հարգել այն տղամարդուն, որից մի քայլ առաջ ես կլինեմ, այսինքն փոխհարգանքի մասին է խոսքը, ոչ թե առաջ լինելու, հետ լինելու մասին է խոսքը, այլ փոխհարգանքի որոշակի մթնոլորտ կա, որը պիտի լինի, բայց որ ես ասում եմ, ես չեմ փնտրում։ Ես վստահ եմ, որ ես ունենալու եմ ընտանիք ու շատ սիրուն ընտանիք, եւ սա պաշտպանություն չի։ Սա իմ վստահությունն է։ Չէ, սա իմ վստահությունն է Աստծո հանդեպ, որովհետև ես ինչի մասին նույնիսկ վախեցել եմ երազել, ինչի մասին նույնիսկ չեմ պատկերացրել, որ կունենամ, ես դա ունեցել եմ եւ դա ունեցել եմ նաեւ Աստծո օրհնությամբ, ոչ միայն ինքս իմ ջանքերով, այլև որովհետև ես ունեցել եմ այդ օրհնությունը, այդ ամեն ինչը ունենալու։ Այդ կարծրատիպային մոտեցումներից իմ հանդեպ եթե դուրս գան, խնդիր չունեմ ցույց տալու, ես ուժեղ եմ, թույլ եմ։ Ես ուղղակի գիտեմ, որ ես ունենալու եմ շատ սիրուն ընտանիք, որովհետև ես ընտանիքի մարդ եմ։ Գիտեմ, որ ես այդ ընտանիքը ունենալու եմ այն ճիշտ ժամանակին, երբ որ ես պատրաստ եմ դրան եւ երբ որ իմ մյուս կեսը պատրաստ է դրան։ Հիմա ինչքան էլ կեսերի գաղափարների մասին խոսում են, որ ես ամբողջական եմ եւ այլն, ես էլ եմ ամբողջական, բայց երկու մարդ իրար փազելի պես լրացնում են եւ ես այդ գաղափարին հավատում եմ եւ ես վստահ եմ, որ մենք ճիշտ ժամանակին հանդիպելու ենք իրար, երբ որ մենք հոգեբանորեն ու ամեն կերպ պատրաստ ենք, այդ ընտանիքը ստեղծվելու է։ Հիմա կարող է ինչ-որ մեկը ասի, այս աղջիկը գիժ է, ինչի մասն է խոսում, բայց ես ունեմ այդ վստահությունը, որովհետև ես ունեմ վստահություն Աստծո հանդեպ, ինձ ով ոնց ճանաչի, Աստված ինձ ճանաչում է այն բոլոր էմոցիաներով, իմ տեսակով, իմ ապրած կյանքով, իմ ամեն ինչով, չէ՞։ Ու եթե օրինակ իմ կյանքում ինչ-որ մի բան չի ստացվել, ես շնորհակալ եմ դրա համար։ Այնպես չի, որ ես դա առանց ցավ եմ անցել։ Ունեցել եմ շրջան, երբ որ արցունքների միջից Աստծուն ասում եմ, Աստված ջան, ես գիտեմ, որ ուրեմն դու սա քո պաշտպանությունն է, եթե սա այսպես ստացվեց, ուրեմն դու ինձ պաշտպանում ես։ Ուղղակի ինձ ուշ տուր, ես սա հաղթահարեմ։ Երբ որ ես հետ եմ նայում իմ ճանապարհին, այնքան պլաններ եմ ունեցել իմ կյանքի համար, բայց ես այնքան շնորհակալ եմ, թե իմ կյանքը ինչպես է ձևավորվել, այսինքն միշտ ավելի լավ կետում եմ հայտնվել, քան ես ինքս ինձ համար գծագրել էի։ Հիմա ես ինչի այս հարցում, երբ որ ես տասնյակ հարցերում տեսել եմ Աստծո օրհնությունը, ուժը եւ գործը իմ կյանքում, հիմա ինչի այս հարցում պիտի չվստահեմ։ Ես ուղղակի վստահում եմ ու այնպես չի, որ ես մի օրում եմ հասել այս մտքին, այնպես չի, որ ես ուզում եմ ուժեղ ձևանալ այս միտքը արտահայտելուց։ Ուղղակի ունեմ այդ վստահությունը, որովհետև գիտեմ ես ինչ վերաբերմունք ունեմ ընտանիքին ու գիտեմ, որ ես չեմ կարող ընտանիք չունենալ։ Ուղղակի ես դա ունենալու եմ ճիշտ պահին, ճիշտ մարդու հետ։ Վստահությունը, ես կարծում եմ յուրաքանչյուր հարցում, հատկապես հավատքի կարևորագույն կետն է, երբ որ վստահել նշանակում է ինչ-որ չափով հանձնվել։ Դու պետքա այնքան ուժեղ լինես ինքդ քո ներքին զգայական աշխարհի մեջ, որ հանձնվում ես, որովհետև գիտես ինչ էլ որ լինի, քո մոտ այդ սպասումի ակնկալիքը այնքան փոքր սանդղակի վրա է, որ վստահ, որովհետև բոլորս վրա ասում են, չէ, Աստծուն բոլորն են հավատում, բայց քչերն են վստահում։ Ու ոնց որ խնդիրը ոչ թե այդքան այստեղ քո անվստահության մեջ էր, այլ ուղղակի որովհետև շատ դեպքերում մարդիկ այնքան սխալ կարծիք են սկսում կազմել թե մարդու մասին, թե ինչ-որ տվյալ երևույթի մասին, որ դա էլ ինչ-որ չափով սկսում է քեզ խանգարել։ Կհավատաս, որ դա ինձ չի կպնում։ Ուրեմն հոյակապ վիճակի մեջ ես դու, ներդաշնակ։ Եթե ես հավատում եմ այդ գաղափարին, որ
այս աշխարհում ինչ որ միտեղ ապրում այն մարդը, որի հետ ես լիարժեք ներդաշնակություն եմ ունենալու։ Եթե ես հիմա անընդհատ ինձ դնեմ այն կետի մեջ, որ օքեյ, դու բաց եղի հարաբերությունների համար, այս մարդու հետ շփվեմ, հասկանամ չստացվեց իմ տեսակը չի, այն մարդու հետ շփվեմ, հասկանամ չստացվեց իմ տեսակը չի։ Ես էմոցիոնալ մաշվեմ, քայքայվեմ հիասթափությունների մեջ, ու երբ որ արդեն հանդիպեմ իմ իրական մարդուն, որին պիտի հանդիպեի, էմոցիոնալ մաշված, քայքայված վիճակում լինեմ։ Ես ինձ պաշտպանում եմ այդ ավելորդ շփումներից, որովհետև վստահ եմ, երբ որ դու հանդիպում ես այդ մարդուն, ինչ որ մի բան լինում է, դուք չեք կարող իրար կողքով անցնել եւ իրար չնկատել։ Ճիշտ պահին դուք իրար նկատելու եք։ Եթե իրար կողքով անցել եք ու իրար չեք նկատել, նշանակում է այդ պահին, եթե իրար նկատեիք, ձեր հարաբերությունները ճիշտ չէին կառուցվելու։ Ճիշտ պահին դուք իրար նկատելու եք ու այդ հարաբերությունները ձևավորվելու են։ Այստեղ էլ չեմ ուզում ինձանից դնել պատասխանատվությունը մի կողմ եւ ասել, որ ինձնից ոչինչ կախված չէ։ Իհարկե հարաբերությունների մեջ, շփման մեջ ինձնից շատ բան է կախված։ Կարևոր է թե դու ինչպես քեզ կդրսևորես այդ շփումների մեջ։ Մի անգամից հասկանում եմ, ես այդ մարդու հետ ճանապարհ ունեմ, թեկիսելու ճանապարհ չունեմ։ Այ ամենաշատը դա են, չի ասում, այ շատ խելացի տղա է, չգիտեմ, ամեն ինչ ունի կամ չգիտեմ ինչ ունի։ Հա, բավարար ասում են, ամեն ինչ ունի, տուն ունի, լավ աշխատանք ունի, ասում են լավ տղա է ու նշում են այդ հատկանիշները, ասում ես լավի հատկանիշը որտեղ էր, որովհետև այդ հատկանիշները դեռ լավի մասին չեն։ Լավ, ասենք ինչպիսին պիտի լինի նա եւ ինչպիսին չպիտի լինի նա։ Մտածել ես դրա մասին։ Մենք պիտի նույն արժեհամակարգը ունենանք։ Կարող է այնպիսի վատ հատկանիշ ունենա, որ որևէ մեկի մեջ չեմ հանդուրժի, բայց սիրելով այդ մարդու մեջ հանդուրժեմ։ Մենք պիտի նույն բանի մասին լինենք գլոբալ կարևոր հարցերում։ Մնացած ինչ որ փոքր հարցերը, ես էլ իդեալական չեմ, դիմացի մարդն էլ իդեալական չի ու առհասարակ ես ինչու եմ կարևորում սերը, որովհետև երբ կա սեր, դու կարող ես հանդուրժել այն ինչ որ երբեք չէիր հանդուրժի։ Ինձ համար ընտանիքում այդ սիրո առկայությունը շատ կարևոր է։ Հակառակ դեպքում բոլորը կբաժանվեն։ Տես համարյա դու ասիր փոքր բաներում։ Ես քեզ ուզում եմ վստահեցնեմ իմ օրինակով ու շատ հարսանիքներ, որ անցկացրել ենք ամուսնալուծությունների, բաժանությունների մեծ մասը փոքր բաներից է սկսվում։ Մեծ բաներից գրեթե արժեհամակարգից երբեք չեն բա, փոքր բաներից են։ Այսինքն իրանք չեն սիրել իրար։ Չեմ կարող ուրիշ մարդկանց համար ասել հստակ սիրել են, թե չեն սիրել, բայց նույնիսկ իմ ու Մանոյի հետ խնդիրները փոքր բաներից է լինում։ Բոլորի խնդիրները փոքր բաներից են լինում, բայց այստեղ գալիս է նաև մի ուրիշ հարց, չէ՞։ Դու ինչն ես ավելի շատ կարևորում։ Նորից հիմքում սա քո ընկած է արժեքահամակարգը, որովհետև հազարավոր միլիոնավոր խնդիրներ ենք մենք ունեցել փոքր, բայց այդ խնդիրները մեզ չեն բերել նրան, որ մենք ամուսնալուծվենք։ Ինչու՞։ Որովհետև ունեցել ենք արժեքավորված, որովհետև հա, բայց այդ հենց այդ այն, որ կարևորագույն պահը, երբ որ այդ թելը sense մտածում ես, բոլոր իրադարձությունները տանում են նրան, որ այդ թելը պետքա փոխվի, այդ թելը չի փոխվում ու դու էլ ուզում ես հասկանալ, բայց ո՞նց։ Այ հենց այդ ո՞նց է, ես կարծում Ամալիայի հետ եմ ավելի շատ համաձայն, հենց արժեքային համակարգն է, որ երկու հոգի մի քիչ պրիմիտիվ է, բայց դա ճշմարտություն նայում է նույն ուղղությամբ եւ իրանց նպատակը ընտանիքի մեջ նույնն է, հենց պահող մեղը հենց դա է։ Ի վերջո բոլորը կարող են ապրել առանց բոլորի, բայց ընտրություն է, հա, դու ուզում ես առանց այդ մարդու ապրել, թե չես ուզում։ Եվ եթե կյանքի որոշակի փուլում դու կանգնում ես այդ մտքի առաջ, որ դու ուզում ես ապրել առանց այդ մարդու, ուրեմն կամ չես սիրել, կամ էլ չես սիրում, որովհետև եթե դու սիրում ես, դու մտածում ես ճանապարհ, ինչպես հարթել ես խնդիրը, որովհետև առաջին պլանում քեզ համար ես ուզում եմ ապրել այս մարդու հետն է։ Խոսեցիր արժեքներից, ինձ հետաքրքիր է քեզ որպես անձ, որպես անհատ, քո կյանքում ավելի շատ քեզ ձևավորել է քո կյանքի փորձությունները, թե հաջողությունները։ Puzzle-ը, ես չեմ կարող ասել, որ միայն փորձությունները կամ միայն հաջողություններն են ինձ ձևավորել, բայց օրինակ մեր կյանքի շատ կարևոր փորձության ընթացքում ես ու մաման շատ մոտեցել ենք Աստծուն։ Մեր կյանքում մի շատ էսպիսի դժվար իրավիճակ կար, երբ ամեն առավոտ ես ու մաման պիտի ժամը 6-ին արթնանայինք, որպեսզի 9-ին հասնեի ես դպրոց ինքը աշխատանքի, ու մենք այդ ժամը 6-ից 9 անցած ճանապարհ էսպես աղոթելով անցնում ենք։ Ես չգիտեմ, երբ թե մի օր այդ ճանապարհի մասին կխոսեմ, այդ մասին դեռ ոչ միտեղ չեմ խոսել։ Կարող է այսօր հենց այդ օրն է։ Ես վստահ չեմ, որ հիմա մարդիկ ճիշտ են ընկալում մարդկանց անցած ճանապարհի մասին խոսելը։ Կարծում եմ, որ մարդիկ հուզական ինտելեկտի խնդիր ունեն այսօր, որովհետև
չեն կարողանում ընկալել դիմացինի անցած ճանապարհի կարևորությունը, թե ինչպես այդ ճանապարհը այդ մարդուն ձևավորեց եւ որ բարդությունների մասին խոսելը այդ բնավ լացել չէ։ Եթե դուք տեսնում եք այսօր հասուն, կայացած, ինչ որ արդյունքների հասած մարդու, որը անցել է դժվար ճանապարհ, այդ ոչ թե խոսում են մասին, որ վայ դե բոլորը դժվար ճանապարհ են անցել, այլ խոսում են մասին, որ փոքր տներում ծնվում են մեծ երազանքներ, self-made մարդիկ այսօր եկել են առաջին պլան եւ խոսում է այն մասին, որ այդ մարդիկ չեն լացում, որովհետեւ եթե իրենք լացեին, իրենք այն կետից չէին հասնի այս կետին, որ հարցազրույց տային։ Իրենք այնքան ուժեղ են եղել, որ ունեցել են այդ իրականությունը, որը գուցե լացելու է եղել, բայց հասել են մի կետի, երբ իրենք կարող են կարծիքի առաջնորդ լինել եւ խոսել իրենց կյանքի պատմության մասին։ Այդ հաջողության պատմություններ են դրանք։ Կներես մի հարց տամ, որը անձամբ քեզ չի քո հետ կապված չի, շատ-շատերից լսում եմ, որ այսօրվա տղաները պատասխանատվության զգացում գրեթե չունեն։ Դու համաձայն ես այդ մտքի հետ։ Շատ են չի ասում, վայ հիմա լավ աղջիկ չկա, հիմա լավ տղա չկա։ Ես կարծում եմ, որ եւ լավ տղաներ շատ կան, եւ լավ աղջիկներ շատ կան, ուղղակի պետք է մարդիկ իրար գտնեն։ Ինձ դուր չի գալիս, երբ որ մարդիկ արժեզրկում են մեկը մյուսին։ Կանանց հաջողությունները հիմա դարձել են ինչ-որ պատճառ տղամարդկանց արժեզրկելու եւ ինձ համար սա շատ արատավոր երևույթ է։ Յուրաքանչյուր մարդ իր հաջողության ճանապարհն է անցնում եւ առհասարակ այդ հաջողությունները համեմատել մրցակցության մեջ մտնել, ես մի քիչ այդ մրցակցային դաշտից դուրս մարդեմ իմ տեսակով, իմ ներքին խաղաղությամբ ու նույն կերպ չեմ հասկանում այդ տղամարդկանց հետ մրցակցելու մոլուցքը։ Մենք վերջերս իմ ընկերներից մեկի հետ այսպես բանավիճում էինք, ֆեմինիստական արժեքների մասին էր խոսում, ես էլի եմ ասում, ֆեմինիստական շատ կարևոր արժեքներ կան, որոնց շնորհիվ մենք այսօր նստած ենք եւ ես հարցազրույց եմ տալիս ոչ թե օրինակ իմ փոխարեն ինչ որ տղամարդ է, բայց խոսում էր երեխայի խնամքի այդ փուլի մասին, հետ ծննդաբերական շրջանում ու 100%-ով հավասարության մասին։ Օրինակ ես հիմա իմ միջավայրում տեսնում եմ, որ շատ տղամարդիկ ավելի շատ են ներգրավված երեխայի խնամքի հարցում, որովհետև իրենք սկսել են գիտակցել, որ կնոջը պետք է այդ աջակցությունը, բայց երբ որ պայքարը արդեն գնում է այնտեղ, որ 50-50 կիսվի եւ այլն 100%-ը 50-50-ի բաժանել հնարավոր չէ, առաջին հերթին այն պարզ պատճառով, որ բնությունից կինն է կրում երեխային իր կրծքի տակ, ֆիզիկական այդ բոլոր բարդությունները, փոփոխությունները, վիտամինների պակասը, որը երեխան կնոջից ստանում է, կինը արդեն այդ խնդիրները ունենում է բնությունից ելնելով, այսինքն կնոջ վրա այդ հարցում արդեն իսկ կամեց պատասխանատվություն եւ չի կարելի ասել, որ այ հիմա տղամարդը պիտի գա 50%-ով կնոջ խնդիրները կիսի։ Եթե տղամարդը աջակցող է, եթե տղամարդը չի ասում իր կնոջը ոնց ուզում ես երեխային քնացրու, ես գնացի քնեմ, այլ օրինակ կարող է մի անգամ էլ ասել դու հոգնած ես, դու քնի, ես կխնամ երեխային։ Հաջորդ օրը ու այդ կիսելու մեջ, երբ որ չլինի հաշվել, ով մի քիչ ավելի արեց, տղամարդը իր չափով կարող է ավելին անել, կինը իր չափով կարող է ավելին անել, այսինքն սա մրցավազք չի։ Բնության դեմ պայքարելու իմաստ չկա, եթե դու տեսնում ես, որ քո կողքի մարդը քեզ աջակցում է, չի ասում տակդիրը ես չեմ փոխի, որովհետև ես զզվում եմ, չէ։ Կինն էլ է զզվում, բայց փոխում է, տղամարդն էլ կարող է զզվել, բայց փոխել։ Եթե այս գլոբալ հարցերում քեզ օգնում են ու ամենակարևորը դու ունես հոգեբանական աջակցություն քո կողակցի կողմից, ով մի քիչ ավել արեց, ով մի քիչ պակաս արեց։ Բա այդ դեպքում ինչ են ասում տղամարդը կնոջից շատ գումար պիտի աշխատի։ Այս դեպքում մի րոպե։ Եթե ես ասեմ ինչ եմ ես հարցը, դուք ասում եք, որ իրար պիտի լրացնեն, այնտեղ պետք է ավել պակաս չլինի, բայց երբ գալիս է հարցը ֆինանս վաստակելու, կինն ասում է տղամարդը ավելի շատ գումար պիտի վաստակի։ Այդ դեպքում էլ թող ասի հավասար թող լինի, դե մի քիչ ես կաշխատեմ, շատ մի քիչ ինքը կաշխատի, բայց չէ, երբ որ տղամարդը իջացնում է իր աշխատավարձը կամ չի ստացվում, անընդհատ ինչ-որ է պրոբլեմ։ Ես ուրիշ բան եմ, ես հենց հավասարի դեմ էի ասում, ինչ որ աջակցելու փուլում տղամարդը իջնում է, բայց այդ դեպքում մի անգամից կինը շեշտում է։ Հենց դա խնդիրը տղամարդկանց, իմ տղամարդու հենց այս պահին։ Հələ չլսելը դնենք դա թող լինի ամենափոքրագույնը։ Ամալյան ընդհակառակը դեմ էր մրցակցությանը, որովհետև դու հենց հիմա մեզ տարար մրցակցության դաշտ։ Ես ասում եմ, որ 50-50 հաշվել չի կարելի, եթե ունես ընդհանուր աջակցություն, դու չես կարող դնել հաշվել 50%-ով ով ինչ արեց։ Դե հենց դա հասկանալի է, բայց տղամարդը պիտի ավելի աշխատանք։ Այսինքն դու կողմ ես, որ տղամարդը չաջակցի կնոջը։ Չէ, ուրիշ բան եմ ասում, Ամալիա։ Ես կողմ եմ, որ տղամարդը աջակցի, նույնիսկ մեծ սիրով պիտի դա անի, բայց երբ որ այս դեպքում տղամարդը ինչի է պարտավոր այդ դեպքում ավելի
ավելի շատ գումար աշխատել կնա։ Գումարի մասին չեմ կարող խոսել, որովհետև ես մարդուն գումարով չեմ չափում, չէ, ես եմ հիմա քո զրուցակիցը։ Իմ կյանքում երբեք չի եղել, որ ինձ համար թանկարժեք մի բան, ես ակնկալեմ, որ ինձ համար կգնեն։ Ես ինչ ուզում եմ, ես ինձ համար գնում եմ։ Հիմա ես քո հարցի հասցեատերը չեմ։ Ուրիշ բան եմ ասում, ես չեմ ասում դա, ես ասում եմ տղամարդը այդպես է ընդունված, որ տղամարդը ավելի շատ գումար պիտի վաստակի։ Ներողություն, եթե կինը ներգրավված այդ ամեն ինչում 60%-ով, տղամարդը 40%-ով, տղամարդը 20% ավելի ունի աշխատելու համար, քան կինը։ Կամ օրինակ 70-30 հարաբերակցություն։ Ես զարմանում եմ, որ դու այդ հարցը տալիս ես եւ հիասթափվում եմ, որովհետեւ դու այդ հարցը չպետք է տայ, որովհետեւ նախ կան պարտավորվածություններ եւ ամեն մեկը իր տեղը լինելու մեջ կարեւորագույն փաստը, որ կինը ունի որոշակի ֆունկցիա, որի համար պատասխանատվություն է կրում, տղամարդը ունի որոշակի ֆունկցիա, որի համար է պատասխանատվություն կրում, եւ ընտանիք կառույցի մեջ կինը ընտանիքի բարեկեցության, ֆինանսի համար պատասխանատվություն չի կրում։ Տղամարդը պամպերս փոխելու մեջ պատասխանատվություն։ Ոչ, դրա համար ասած աջակցություն, շատ գեղեցիկ բառ էր, որ աջակցում է եւ դա կնոջ կողմից շատ շնորհակալական էներգիա է տալիս տղամարդու, որովհետեւ կարող էր չանել, բայց անում է, որովհետեւ կիսում է։ Բայց օրինակ կան տղամարդիկ հազարներողություն, ասում են ես զզվում եմ։ Կինն էլ է զզվում։ Կարող է զզվում է։ Կինն էլ է զզվում։ Կինը իրավունք չունի զզվի։ Ինքը իրենով մեծանա։ Կինը իրավունք հիմա զզվում է, ինչ, հիմա չզզվի։ Չէ, եթե դուք որոշել եք երեխա ունենալ, դա պատասխանատվություն է երեխայի հանդեպ, եւ պատասխանատվությունը երկուսինը տա։ Տես, դու հիմա ինձ դրթում ես խոսել շատ ավելի կտրուկ հարցերի մասին, բայց ես շատ ավելի նուրբ եմ խոսում։ Ինչո՞, որովհետեւ եթե ես չունենամ, թե իմ տղամարդը ինձ չաջակցի, դա ինձ հաստատ նեղություն կտա եւ ես այդտեղ ինձ մենակ կզգամ։ Ինձ համար կարևոր է, որպեսզի հարաբերությունների մեջ մարդիկ մենակ չլինեն։ Ոչ տղամարդը, ոչ կինը, երկուսն էլ իրար աջակցություն զգան, նույն կերպ տղամարդը զգա կնոջ աջակցությունը կյանքի ցանկացած փուլում, ու անկախ նրանից աշխատավարձը բարձր է թե ցածր է, որովհետև կյանքը շատ տարբեր փուլեր է անցնում, մի օր կարող է աշխատավարձը համաձայն եմ, բայց ես որ տեսնում եմ այդ ամեն ինչի մեջ ուզում են տեսնել, որ մեկը մյուսին հասկանա սուբորդինացիան, բայց այս հարցում որ տղամարդը պիտի ավելի ստանա, այստեղ խնդրեմ առաջում, ինչի։ Եթե այդպես է մտածում կինը, որ ամեն հարցում պիտի ոնց որ լողացող լինի, այսինքն իրար հասկանան, իրար ըմբռնեն, բայց երբ որ գալիս է արդեն ֆինանսական բանի մասին խոսակցությունը, այդտեղ արդեն կան տեղեր, որտեղ տղամարդուն դու պարտավոր ես։ Տես, ամեն դեպքում ես քո հարցի հասցեատերը չեմ, որովհետև ես քեզ ասեմ, որ տղամարդը իմ կարծիքով պարտավոր է ավելի շատ աշխատի։ Ես այդպես էլ ասում։ Ես կարծում եմ, որ կյանքում կարող են տարբեր փուլեր լինել, կարող է եւ ինչ որ մի փուլում մարդ Եթե մենք չենք խոսում այն մասին, որ մարդը չաշխատող է, օրինակ ես ոչ մի կերպ իմ կողքին չեմ տեսնում չաշխատող, չձգտող, տանը նստած տղամարդ, բայց ես հասկանում եմ, որ կյանքում նույն իմ կողքի տղամարդու կյանքում կարող է լինել բարդություն, եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ այստեղ իրար աջակցեք։ Խոսքը այն մասին չի, որ օրինակ, չգիտեմ, կինը 30 տարի պահում է իր ամուսնուն, ես դրան կտրականապես դեմ եմ, բայց եթե կյանքում ինչ-որ մի շրջան կա, հիմա մարդ եմ, բոլորի կյանքում էլ լինում է, չէ՞, թարսություն։ Դու այդ թարսության շրջանում ասես դու պարտավոր ես ավելին աշխատել, մարդա, վաղն էլ դու կարող ես չաշխատել։ Ամոթ չի, որ տղամարդն էլ թուլանա, ես իրեն առաջ մղեմ։ Այդ շատ նորմալ փոխներգործություն է ու հենց դրա արդյունքում է, որ ընտանիքը կամ ամուր է լինում, կամ ամուր չի լինում։ Եթե առաջին ֆինանսական խնդրի ժամանակ կինը պիտի ասի դու չես կարողանում գումար աշխատել, բայց ինչ են այդ մարդիկ ամուսնացել։ Օրինակ ես հարսանիքը այդքան չեմ կարևորում, բայց ես պսակի արարողությունը շատ եմ կարևորում։ Այդ երթումը Աստծո առաջ այնքան խորը միտք ունի ու ես շատ սիրում եմ, երբ որ այդ երթման արարողությունը ամբողջությամբ է լինում, ոչ թե կրճատած տարբերակով, որովհետև դա ամենակարևոր կարգն է համատեղ կյանքի սկիզբ դնելու համար։ Բայց ինչի եք դուք այդ երթումը տվել, եթե առաջին ֆինանսական խնդրի պատճառով պիտի ասես դու տղամարդ ես, պարտավոր ես, չէ, նա մարդ է, բոլորս մարդ ենք, կյանքում տարբեր փուլեր ենք ունենում, եթե օրինակ ես ինչ որ խնդիր ունենամ եւ ինչ որ պահի թերանամ տան հետ կապված ինչ որ հարցերում, երեխայի հետ կապված ինչ որ հարցերում ինձ պիտի ասեն դու թերացար, վերջ հաջողություն։ Մեր պապերի ժամանակ ուրիշ է եղել, հիմա ուրիշ է։ Նրանք ասում էին, որ մենք ենք ճիշտ, պիտի սենց լինի, ադաթներով լինի, ամուսնացավ էլ բաժանվել չկա, պիտի ապրի, լսի տղամարդուն, անցնի այդ ճանապարհը։ Իրանք ասում են, որ այն ժամանակ նիստուկած կար, կին իր տեղներ, տղամարդի իր տեղներ։ Դա միշտ ես լսել եմ իմ հոպարներից, ես միշտ լսել եմ մեծերից,
ու հիմա էլ արդեն արժեք համակարգն է փոխվել, բայց ես տեսնում եմ նաև շատ ու շատ բաժանություններ։ Շատ արագ։ Կան ընտանիքներ, որտեղ ամուսնալուծությունը անհրաժեշտություն է։ Ես մեծացել եմ ամուսնալուծված ընտանիքում, բայց ես մեծացել եմ առողջ միջավայրում։ Չգիտեմ, արդյոք այսքան հավասարակշռված, այս տեսակով կլինեի, եթե իմ ծնողները միասին լինեին։ Հնարավոր է ես շատ նյարդային մարդ լինեի, եթե իմ ծնողները միասին լինեին։ Կան ընտանիքներ, որտեղ ամուսնալուծությունը անհրաժեշտություն է, բայց ես մի ուրիշ խնդրի դեմ եմ ուզում ոչ թե պայքարել, միևնույն է, հա յուրաքանչյուր մարդ ունի իր ընտրությունը, բայց ես կուզեի, որ մարդիկ մի քիչ ավելի խորը նայեն այդ հարցին, արդյոք իրենց կյանքում ամուսնալուծությունը անհրաժեշտություն է, թե չէ, որովհետև ինչ որ առումով նաև կան ընտանիքներ, որոնք փրկվում են բաժանվելով, եւ կան ընտանիքներ, որոնք ուղղակի չեն հանդուրժում որևէ իրավիճակ։ Իհարկե, մենք չենք կարող քննել այլ մարդկանց ընտանիքը, որովհետև միգուցե այդ մարդկանց ընտանիքում եղել են պատճառներ, որոնք իրենք այնքան զուսպ են, որոնց մասին երբեք չեն խոսում եւ դիմացինը չի հասկանում ինչու իրենք բաժանվեցին։ Կան ընտանիքներ, որտեղ այդ ամուսնալուծությունը փրկություն է եւ կան ընտանիքներ, որտեղ ուղղակի նորաձևության տակ են ընկնում, ես ամեն ինչ կանեմ, ես ավելի ուժեղ եմ, եսը հաղթում է ընտանիքին։ Թեպետ այդ դեպքում էլ, եթե մի ընտանիքում եսը հաղթում է ընտանիքին, այդ ընտանիքում արդեն միևնույն է այնքան խարխուլ արմատներ կան, որ եսը հաղթեց մենքին։ Այո, շատ ճիշտ ես ասում։ Կա մի ֆրազա, որ ասում է. ինչ կմտածեն ուրիշները, թե որքան մարդկանց կյանք է ընդամենը այդ խոսքը քայքայ է։ Հիմա այս դեպքում ինչ ես կարծում քո համար կարևոր է, թե ինչ կմտածեն ուրիշները, այսինքն, քանի որ դու ասում ես ունեն մարդիկ հուզական ինտելեկտի խնդիր, այսինքն կա քո մեջ արդյոք այդ վախը, երբ որ դու քո փորձառությամբ, քո դժվարությամբ կիսվում ես, կարող է ոմանց կողմից ոչ այդքան ընկալելի լինես, դա որքանով է քեզ հուզում, որ միգուցե ստեղծում է մի հարթակ, որտեղ դու որոշում ես ավելի շատ լռել, քան ավելի շատ խոսել։ Մի ուրիշ խնդիր կա, ես հիմա իմ առաջ խնդիր եմ դրել մի փոքր ավելի ակտիվանալ Instagram-ում եւ մարդկանց հուզական ինտելեկտը բարձրացնող տեսանյութեր նկարահանել։ Ես մտածել հասկանան թե չէ, որովհետեւ ես միշտ խոսել եմ այդ մասին, բայց հասկացա, որ պիտի քայլեր անեմ, հատկապես որ իմ խոսքը հասանելի է եւ ունի իր ազդեցությունը։ Կոնկրետ թեմաների մասին խոսել Instagram-ում եւ մարդկանց բացատրել դրա կարեւորությունը եւ դրանից հետո նոր մատուցել իրականությունը, որովհետեւ գիտես, ես չեմ կարող ասել, որ ինձ ձևավորում է հասարակական կարծիքը, որովհետեւ եթե ինձ ձևավորեր հասարակական կարծիքը, ձևավորում ավելի շատ ազդում։ Եթե օրինակ ինձ ձևավորեր հասարակական կարծիքը, ես շատ բաներ այլ կերպ կանեի, բայց միաժամանակ լրիվ անկախ լինել միջավայրից, դա էլ ինձ համար անընդունելի է, որովհետեւ մենք մարդ ենք, ապրում ենք միջավայրում եւ եթե որևէ բան պատմում եմ իմ կյանքի մասին, տես ես իմ կյանքի մասին շատ մանրամասներ պատմել եմ, այնպես չի որ ես իմ կյանքի ինչ որ դրվագներ փակ եմ պահել, այս դրվագն է երևի թե որը պիտի հասունանա պահը որ խոսեմ, որովհետեւ եթե ես իմ շատ հուզական ինչ որ կետով խոսեմ ու ինչ որ մարդկանց թվա որ ես դա արել եմ PR-ի համար, հազար ներողություն, բայց ես այսքան տարի ապրել եմ առանց այդ մասին խոսելու, դա իմ կյանքի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ Ուզում խոսել այդ մասին այն ժամանակ, երբ որ ես վստահ լինեմ, որ հասարակությունը դա հենց տիրախային եւ ճիշտ կընկալի։ Դա կընկալեն այն մարդիկ, ովքեր ապրում են սահմանափակ հնարավորությունների մեջ ու իրենք կհասկանան, որ չպիտի իրենք իրենց սահմանափակեն, չպիտի իրենք իրենց դնեն վանդակի մեջ եւ չպիտի իրենք մտածեն, որ եթե իրենք ծնվել են օրինակ փոքր հնարավորություններով ընտանիքներում, իրենք չեն կարող հաջողության հասնել։ Ես վստահ եմ եղել, որ ես հաջողության չեմ հասնի, որովհետեւ ես որևէ ծանոթ չունեմ ոլորտում, բայց շատ եմ ուզում իմ պատմությունը ոչ թե ուղղակի պատմություն լինի Ամալիայի մասին, այլ օրինակ լինի բոլոր այդ փոքր տներում ապրող մարդկանց համար, որ կարելի է հասնել հաջողության։ Այո, եթե ինչ։ Եթե չկորցնես աշխատասիրությունդ, որովհետև անկախ ամեն ինչից հիմա որ հետ եմ նայում, ես շատ ջանասիրաբար աշխատել եմ։ Շատ մարդիկ կան, չէ, որ ասում են, «Էս ինչ մարդու համար չեմ աշխատի, այն ինչ մարդու համար չեմ աշխատի, այ երբ որ ես իմը ունենամ, ես ինձ համար կաշխատեմ»։ Ես գուցե այլ լրատվականների համար շատ ավելի ջանասիրաբար եմ աշխատել, քան հիմա ինձ համար, որովհետև հիմա երբեմն շատ գերհոգնած եմ լինում եւ եթե օրինակ այն տարիներին կարողանում էի օրը 16-ից 20 ժամ առանց չափազանցության աշխատել, հիմա ես այդ տեմպով չեմ կարողանում աշխատել։ Ես հիմա օրը 16 ժամ ամենօրյա գրաֆիկով չեմ կարող աշխատել։ Կարող եմ 1 օր աշխատել, բայց հաջորդ օրը պիտի հանգստանամ։ Գուցե նաեւ սա արդեն հնարավորությունների հարց է, որ ես ինձ համար ստեղծել եմ որոշակի կյանքի կոմֆորտ, որ կարողանում եմ ինձ թույլ տալ հանգստանալ։ Միգուցե հնարավորություն չունենայի,
գնայի, էլի այդպես աշխատեի։ Ոչ թե կոմֆորտն է, արդեն քանի որ դու ես ընտրում, դու ունես այդ ընտրության հնարավորությունը, երբ դու ես քո գլխի տերը կարողանում ես ընտրության հնարավորություն։ Ես ինչու եմ հաջողության հիմքում նշում ջանասիրությունը։ Այն ժամանակ աշխատում էի ես ամսագրում, եսում աշխատում էի որպես խմբագիր, իմիջիայլից շատերը կարծում են, թե ես աշխատել եմ որպես լրագրող, ես եւ եղել եմ լրագրող, որովհետեւ լրագրությունը շատ եմ սիրում, եւ եսի կայքի պատասխանատու խմբագիր, այսինքն մյուս լրագրողների աշխատանքը ես եմ խմբագրել, համակարգել, ինձ հետ են քննարկել ինչ լինի եւ ինչ չլինի, որպես մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, բավականին լավ աշխատանք ունեի, հա, ոչ միայն որպես լրագրող էի աշխատում, այլև որպես խմբագիր էի աշխատում, այդ ժամանակվա համար լավ աշխատավարձ էի ստանում, բայց ես ինչ էի անում, զուգահեռ աշխատում էի նաեւ առաջին ալիքում որպես լրագրող, որովհետեւ ուզում էի հեռուստատեսային փորձել ունենալ։ Սա եւս ընտրություն էր եւ ես ընտրել էի այդ ջանասիրությունը, զուգահեռ լավ էի սովորում, այնպես չի որ դրան զուգահեռ իմ դասերը տուժում էին։ Բակալավրը ավարտել եմ կարմիր դիպլոմով, մագիստրատուրան կապույտ դիպլոմով, բայց էլի միջին գնահատականս 18-ից բարձր է եղել, այնպես չէ որ շատ ցածր է եղել, էլի, որ կապույտ դիպլոմ էր։ Դա ընտրություն էր, ասել որ ես հոգնում եմ եւ չեմ հասցնում, թե ներդնել իմ ժամանակը իմ կրթության աշխատանքի եւ զարգացման մեջ, որի արդյունքը ես այսօր վայելում եմ։ Ես միշտ ասում եմ, որ իմ այսօրվա հարցազրույցների հաջողությունը դա միայն այսօրվա մի հարցազրույցը չէ, դա այն տարիների իմ աշխատանքի արդյունքն է։ Հիմա լսում եմ քեզ ու ասում եմ բնականաբար այն մարդիկ, ովքեր որ դիտելու են ու իրենց մեջ հաստատ կլինեն հակառակ սեռի ներկայացել, նայում են ու հասկանում են, որ դիմացը գիտակից կին է նստած, ով ամբողջովին ունի պատկերացումներ իր անձի նկատմամբ, իր ցանկությունների, ընտանիքի եւ հետաքրքիր է։ Եթե մի քիչ sense հարցս ոնց որ ասում են ֆանտաստիկ է, բայց ինձ հետաքրքիր կլիներ քո կարծիքը, եթե օրինակ մեր հարցազրույցից հետո ինչ որ մեկը տեսավ ու հասկացավ, որ դու հենց այն կերպարն ես կնոջ, որի հետ կուզենար իր կյանքը կապել ու քեզ միանգամից նամակ է գալիս, որ ասում են ես հասկացա, որ դու ես հենց այն մարդուն, որ ես փնտրել եմ։ Ինչքանով ես դու նմանատիպ օրինակ խենթ ռոմանտիկ քայլերին բաց։ Ինչ կանես։ Ես կարծում եմ, որ քո կյանքի մարդուն դու կարող ես հանդիպել ամենաանսպասելի տեղում, ամենաանսպասելի պահին ու հնարավոր է այդ հանդիպումը, ծանոթությունը տեղի ունենա այնպես, որ դու երբեք չէիր պատկերացնի, որ քո կյանքում կարող է տեղի ունենալ այդպիսի ծանոթություն, բայց նաև վստահ եմ, որ ամեն դեպքում ես հավատում եմ էներգիայի ուժին, երկու մարդու փոխադարձ էներգիայի ուժին։ Կհիմնվես քո զգացողության վրա, ինչ դու զգացիր։ Կան բազմաթիվ շատ լավ եւ աղջիկներ եւ տղաներ, որոնք առանձին շատ լավն են, բայց իրենք մի հարկի տակ հայտնվեն, իրար կսպանեն։ Այսպես ուղղակի նայել մարդուն ասել ինքը էս մտածողություն ունի եւ վերջ այս մարդը լիարժեք է ինձ համար, ես դրան չեմ հավատում։ Ուղղակի ես մի հասկանայի, որքանով ես դու բաց։ Այսինքն որտեղ բայց չես իմանում դրանից հետո ինչ կլինի, չէ՞, մենք չենք կարող կանխագուշակել ապագան։ Տես, մենք եկան նույն կետին։ Ես փորձարկման դաշտ չեմ, որ հիմա այս մարդը։ Բայց դու ինչ գիտես դա փորձարկում է։ Իրոք հիմա իմպուլս է, միգուցե եւ սխալ, կներես, բայց այդ դիմացի մարդը այս պարագայում այդ իմպուլսները զգացել է։ Դա միգուցե խապկանք լինի, բայց ինձ հետաքրքիր էր քո վերաբերմունքը։ Այդպիսի, օրինակ, չգիտեմ, 10 հոգի կարող է այդ իմպուլսը ստանալ եւ քայլ անել քո հանդեպ։ Դու կամ ընտրում ես այն ճանապարհը, որ դու 10 հոգու հետ փորձում ես հասկանալ ով է քոնը, կամ օրինակ ես վստահ եմ, որ երբ որ ես հանդիպեմ իմ կեսին ու եթե ես օրինակ, չգիտեմ, մինչև ես ունեցել եմ սիրահարվածության զգացողություն, դա հենց այդպես էլ եղել է, այսինքն ես իմ փորձի վրա եմ հիմնվում, դու միևնույնն է առաջին պահին ինչ որ չեմ կարա զգացողությունն է։ Զգում ես, որ դու հասկանում ես, որ դու այս մարդու հետ ճանապարհ կանցնես։ Կարող է 10 հրաշալի մարդիկ լինեն եւ դու հասկանաս, որ դու միևնույն այդ մարդու հետ ճանապարհ չես անցնելու, այսինքն ամեն մեկը, որը քո մեջ կարող է տեսնել պոտենցիալ իր կողակցի, կարող է նույնիսկ շատ լավ լինել, բայց ես այդպես չի, որ վայ հիմա կգնամ հանդիպման եւ այլն, բայց ես չգիտեմ, կարող է հենց այդ տարբերակով լինի իմ ծանոթությունը, կարող է մի ուրիշ տարբերակով։ Ես չգիտեմ ինչպես կլինի իմ ծանոթությունը, բայց այդ առաջին պահին ես վստահ եմ, որ կունենամ զգացողություն, որովհետեւ իմ կյանքում էսպես է, հա, առաջին պահից սեր չէ, ես սա էլի եմ ասել, առաջին պահին դու սեր չես զգում, բայց ինչ որ սիրահարվածություն, տարօրինակ էներգիա, տարօրինակ մի բան դու զգում ես։ Ես հենց իմ հարցի պատասխանը ստացա, զգալը։ Զգում ես, ես բաց եմ, եթե զգում եմ, եթե ես չեմ զգում, չէ, ես էներգիա չունեմ ծախսելու։ Երկու կերպ է ասածը ասում կամ զգացածը, մեկ ուղեղով է փորձում
մոտենալ այդ հարցին մեկ սրտով։ Ես այդ հարցում սրտի կողմնակից եմ։ Այսինքն դու բաց ես ավելի, որովհետև ուղեղով ավելի փակ են լինում, որովհետև մի փոքր ավելի այդ ամեն ինչը կշռադատում են, գցում բռնում են, ուզում են ասեն այդ 10-ից քո 10-ից 3-ը ով են, որտեղից են գալիս, ուր են գնում։ Ես այդպես չեմ կարող ընտրել երբեք։ Դե ուրեմն սիրտն է ավելի շատ։ Այո, իմ սիրտն է ու դրա համար իմ սիրտը 10-ից 1-ին կարող է ընտրել ու այն 1-ին, որ հենց ինձ ավելի մոտ է։ Օրինակ իմ Մանոյի հետ կապված ես ամենավատ տեխնացուն է իրա, ամենավատ ու ու եթե դու բան անենք ինքը պիտի ընդհանրապես իզ մոտիկ չգար։ Բայց տեսեք, դուք հենց որպես զույգ ինչ ճանապարհ անցաք, որ օրինակ կարող եմ, չգիտեմ, մեկ ուրիշ մարդու հետ դու նույն ճանապարհը չանցնեիր, դու լինեիր օրինակ շատ վատ ամուսին, բայց օրինակ Մանոյի համար դու շատ լավ ամուսին ես, անկախ բոլոր խնդիրներից կամ դժվարություններից, որ ձեր կյանքում կարող է լինել, դուք իրար լրացնում եք, չէ՞, որովհետև կա այդ կեսի գաղափարը, երբ որ մարդը հանդիպում է իր մարդուն, խնդիրները շատ ավելի հեշտ են հաղթահարվում, որովհետև խնդիրներ չեն կարող չլինել, այն ժարիտը համով չին կարող է շատ մեծ խնդիր դառնալ, բայց այդ ժարիտը համով չից հետո դուք կգնաք եւ կբաժանվեք, թե հաջորդ պահին այդ կանցնի կգնա, իրար հետ այդ ոչ համով ժարիտը կուտեք, համով չի խոսակցությունը կարող է դառնալ այնպիսի խոսակցություն, որը կվերածվի ուղիղ վիրավորանքների։ Ամալիա, մի հատ խորհուրդ եմ քեզնից ուզում։ Դա իմ համար շատ կարևոր է։ Դու էլ առանց պապա ես մեծացել, իմ մեծ աղջիկն էլ։ Ինչ խորհուրդ կտաս ինձ, ինչպես վարվեմ իր հետ, ինչպես զրուցեմ, ինչպես մոտենամ իրան, ինչն է ճիշտ, որովհետև դու էլ ես ունեցել զգացողություններ, դու էլ ես ապրումներ ունեցել, ու համոզված եմ մի քիչ այս կողմ են կողմ աղջիկս էլ է ունեցել։ Դուք գիտեք, ես ինչքան ոգևորությամբ ու ուրախությամբ էի վերաբերվում այն հարցին, երբ որ դու ու Նարեն վերամիավորվեցիք ու ես այդ թեմայից խոսելիս հուզվում եմ։ Ինչպես ինքս իմ թեմայից խոսելիս կհուզվեմ, ձեզ այդ հարցազրույց անելու ժամանակ էլ չգիտեմ ինչքանով է նկատելի, ես այդ կտորում շատ հուզված եմ, որովհետև այդ շատ կարևոր է։ Հիմա կյանքի հանգամանքները այդպես են դասավորվել, բայց ես շատ ուրախ եմ, որ դու հիմա քո մաքսիմալ սերը տալիս ես քո աղջկան։ Ես իմ պապայի հետ հարաբերություններում երևի թե ավելի հասուն տարիքում ավելի եմ կոտրվել, մի անգամ այդպես 5 տարեկանում եմ շատ կոտրվել եւ մի անգամ ավելի հասուն տարիքում եմ ավելի կոտրվել, երբ որ ես բաց էի այդ հարաբերությունների համար, ինքը ոչ այնքան։ Ու հիմա արդեն տես օրինակ ես իմ պապայից իմ առաջին ծաղիկները ստացել եմ 35 տարեկանում։ Ոյ։ Դες էս էի ասում, որ այդ թեման ինձ համար մի քիչ հուզական է դարձել, ես չեմ կարողանում այդտեղ զսպել իմ էմոցիաները, հա։ Հիմա իմ պապան վերջերս զանգել էր, եկավ, ես իրեն շատ լավ ընդունեցի, ինքը հիմա փորձում է որոշակի հարաբերություններ զանգում, ես իր հետ խոսում եմ, բայց այդ զգացողությունը, որ ես պապա ունեմ, ես էլ չունեմ, որովհետև երբ որ 18-ում ես էլի բաց էի իր հետ հարաբերությունների համար, ինքը այդ ժամանակ էլ բացակա եղավ։ Այսինքն մենք հանդիպեցինք, հետո էլի ինքը երկրում չէր, էլի բացակա էր, այսինքն ամեն դեպքում ես այդ տարիքում էլի ունեի ակնկալիք, որ ինքը իմ կյանքում ներկա կլինի։ Հիմա ես էլի բաց եմ, որովհետև նախ ես չեմ սիրում դատել մարդկանց, հիմա այդ մարդու կյանքն էլ այդպես է եղել եւ երկրորդ չեմ ուզում վատով լցնել իմ հոգին, որովհետև այդ վատով երբ որ քո հոգին լցնում ես, քեզ է վնասում, բայց հիմա գալիս եմ քո հարցին, ինչու այս օրինակը բերեցի, 35 տարեկանում ամեն դեպքում ես որքան էլ բաց եմ իր հետ հարաբերությունների համար եւ գալիս եմ մեր տուն, ես իրեն նորմալ ընդունում եմ, նորմալ ճանապարհում եմ, բայց ես չունեմ այդ զգացողությունը, որ ինքը իմ պապան է։ Ես ունեմ այդ գիտակցությունը, բայց չունեմ այդ զգացողությունը։ Հիմա քանի որ փառք Աստծո, ձեր կյանքում այնպես ստացվեց, որ Նարեին երևի թե 14-15 տարեկանից Նարեն արդեն զգում է քո ներկայությունը իր կյանքում, դա էլ է շատ կարևոր ձևավորման փուլ։ Այսինքն դու 30-40 տարեկանում չես հայտնվել իր կյանքում, դու հիմա ունես բոլոր հնարավորությունները լրացնելու դա։ Ու երբ որ մեզ ասում են, այ եթե մինչև 5 տարեկան այդ տրավման չի լրացվել, չէ, ես դրա հետ համաձայն
չեմ։ 15 տարեկանում էլ մենք դեռ ձևավորվում ենք։ Ես իհարկե ուսումնասիրել եմ հոգեբանական այդ ճյուղը, չեմ արժեզրկում այդ գիտությունը որպես գիտություն, բայց նաև կարծում եմ, որ մենք կյանքի ընթացքում միևնույն է ձևավորվում ենք։ Հիմա կարող է, չգիտեմ, ես 50 տարեկանում խոսեմ, հասկանամ, որ 35 տարեկանից մինչև 50 տարեկան այդ իմ կյանքը որոշակիորեն լցրել է եւ արդեն ես ունեմ այդ զգացողությունները պապայի եւ ոչ թե գիտակցությունը պապայի։ Բայց քանի որ դու Փառք Աստծո, դեռահասական տարիներից Նարեի կյանքումից ես կարծում եմ, որ մաքսիմալ շատ սերը, որ տվել ես ու տալիս ես, ոչ միայն դու, այլև քո երեխաները, քո կինը, դա արդեն շատ մեծ հիմք է, որպեսզի Նարեի մոտ այդ բացը լցվի։ Լավ, այսպես ասեմ, ինչ չանեմ ես, ինչն է հակացուցված, որ ես չպիտի իր հետ շփվելուց անեմ։ Ես կարծում եմ, որևէ հարաբերությունում չկա հստակ կանոն ինչ անել եւ ինչ չանել, որովհետեւ մարդուն ճանաչելով, չգիտեմ ինքը երիտասարդ ժամանակ, փոքր ժամանակ ինչ տրավմաների միջով անցել, բայց կարող եմ մտածել, որ մոտավորապես շատ խոսիր իր հետ, որովհետեւ այդ շատ խոսակցությունները բերում են մտերմության եւ խոսելիս շատ կարեւոր է լսել մարդուն։ Ոչ թե լռել, այլ լսել, սրանք շատ տարբեր բաներ են։ Շատերը լռում են, բայց չեն լսում դիմացինին։ Իրենց մտքերի մեջ են։ Հա, երբ որ դու լսում ես դիմացինին, ինքը քեզ այնքան ազդակ է տալիս եւ դու հասկանում ես իր հետ ինչ անես եւ ինչ չանես։ Ու այդ շատ խոսակցությունները, օրինակ ինձ համար շատ կարեւոր է այդ խոսքային կապվածությունը մարդու հետ, որ ինքը կարողանա գալ ազատ խոսել քեզ հետ, դու կարողանաս գնալ ազատ խոսել իր հետ։ Ու այդ խոսակցությունները շատ մտերմացնում են եւ նաեւ հենց այդ ինչ անել եւ ինչ չանել հարցի պատասխանն են տալիս, որովհետեւ անհատ է։ Մանոն քեզ մի շատ կարևոր խորհուրդ էր տվել, եթե կարելի է բացահայտեմ դա, դեռահասական տարիներին, երբ դու մի քիչ շատ էիր հակադրվում Նարեին, Մանոն քեզ խորհուրդ էր տվել որպես ընկեր լինել Նարեի հետ եւ ոչ թե որպես պապա, որովհետեւ այդ բաց թողումը եղել է իր կյանքում եւ դա ձեզ շատ օգնեց։ Երբ որ դու իր ընկերը լինես, դու մեխանիկորեն կդառնաս իր պապան եւ զգացողությամբ, եւ գիտակցությամբ, եւ ինչ որ մի անբեկանելի փաստով, որը էլ քննարկելի չի լինի, դա գիտակցությունն է, թե զգացողությունն է։ Ես իրոք այնքան բավարարվածություն ստացա, ու մենք բոլորս այս կյանքում ես ում բոլորը այդ գիտակցությանը կան, որ ամեն վարքյան անկախ ամեն ինչից հիմա դու որպես հյուր ես, մենք որպես մարդիկ ենք, ովքեր ինչ որ չափով փորձում էինք բացահայտել քեզ, բայց այս դեպքում ես երևի ավելի շատ բան սովորեցի ընթացքում, քան ավելի շատ փորձեցի բացահայտել։ Այսինքն երբեմն մենք ինչ-ինչ բաներ մտածում ենք, բայց կյանքի կամ տվյալ ժամանակատվածը մեզ միգուցե տանի մի կողմ։ Ու էլի գալիս ենք այդ կարևորագույն բառին, այդ վստահությանը, ինքդ քո ժամանակի, Աստծու, դա այնքան մեկ-մեկ, երբ որ սկսում ես ասել, չես կարողանում մեկը մեկից անջատել, որովհետև ոնց որ այդ ամեն ինչը մի ամբողջ է, ամեն ինչը մեկը մեկի հետ կապված է, որը մի խոսքով դառնում է կյանք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև իրոք ցավով եմ ասում, ոչ միշտ է, որ այսօր մարդիկ ունեն գիտակցական ընկալումը, որը որ դու ունես, դու այնքան ներդաշնակ ես նույնիսկ քո չարված բաների շուրջ, այնքան համահունչ է իր ամեն ինչի հետ խոսում, այնքան պայքար չկա քո մեջ, որը ինձ թվում է մարդու կարևորագույն ձեռքբերումն է, որ ինքը ունի վստահություն իր ճակատագրի, իր երջանկության, իր հավատի, իր այս պայի համար, որովհետև իրոք կյանքը հենց այս վարքյաններ։ Հիմա մենք, չգիտեմ, 2 ժամ նստած ապրում էինք։ Ես ոչ ներկայում էի, ոչ անցյալում էի, հենց այս պահի մեջ։ Եվ շնորհակալ եմ քեզ հենց այս պայի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ զրույցի այս ձևաչափի համար ու մի հավելում էլ կուզեմ անել, իրականում շատ կարևոր է ինքդ քեզ հետ խաղաղ լինելը։ Ես շատ կուզեմ, որպեսզի մարդիկ ընկալեն, որ ես պաշտպանական մեխանիզմներով չէի խոսում այս մասին, այսինքն ես պաշտպանական մեխանիզմով չեմ ասում, ես հիմա չեմ փնտրում։ Ես եկել եմ այդ գիտակցությանը, ես ճանապարհ եմ անցել, ես ունեցել եմ շրջան, երբ որ մտածել եմ, որ վայ, բա որ չլինի կամ ինչ որ մի բան, բայց նաև իմ կյանքում անընդհատ ունենալով Աստծո ներկայությունը ու օրհնությունը հասկացել եմ, որ պիտի ամաչեմ իմ վախերի համար
եւ պիտի ունենամ այդ վստահությունը ու այդպես դու եւ շատ խաղաղ ես ապրում։ Հիմա եթե ես անընդհատ այդ թեման որպես վախ դարձնեմ իմ կյանքի կենտրոնը, չեմ կարողանալու ապրել իմ հիման, բայց երբ որ ես հանգիստ հիմա վայելում եմ իմ կյանքի այս շրջանը, որովհետեւ վաղը կարող է ես ուղղակի չհասցնեմ գալ հաղորդման, որովհետեւ չգիտեմ, ընտանեկան ինչ որ հարցեր ունենամ եւ այլն, այս պահին վայելում եմ իմ կյանքի այս շրջանը, որովհետեւ վաղն էլ վայելելու եմ այն շրջանը։ Ամելա ջան, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ երևի մի 10 անգամ Աստծո անունը տվեցի։ Ես կարծում եմ շատ կարևոր է, ես ուզում եմ որ բոլորի մոտ այդ ընկալումը լինի, ու Աստված է սերը, ու սերն է կարևոր, ու մենք էլ քեզ շատ ենք սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Աստծուն էլ շնորհակալ ենք այս հարցազրույցի, չասեմ, մեծ խոսակցության համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ ու ես էլ ձեզ եմ շատ սիրում, ձեզ մեծ ճանապարհ եմ մաղթում։ Իմ առաջին հարցազրույցը հենց այստեղից է սկսվել, այստեղ ենք նկարել իմ առաջին հարցազրույցը ու այնինչ շատ մեծ հաջողություն բերեց։ Ես ուզում եմ, որպեսզի ձեր հարցազրույցներն էլ ձեզ այդպիսի մեծ հաջողություն բերեն։